Փետրվարի լույս 11-ի գիշերը Նոր-Նորքի վարչական տարածքում գողություն էր կատարվել։ Գայի պողոտայում գործող օրանժի սպասարկման գրասենյակի մենեջերն առավոտյան աշխատանքի էր եկել ու տեսել, որ իր առանձնասենյակից 720,000 դրամ և 6 բջջային հեռախոս են գողացել։ Նյութական վնասի չափը 1,270,000 դրամ էր։ Ժամը 9:20-ի սահմաններում այս մասին օրանժի գրասենյակից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգեցին և իրավապահներն անապահ գործի անցան։ Սրահի ոչ դուռը, ոչ էլ պատուհանները վնասված չէին։ Գողություն կատարողը գործել էր մտածված և զգույշ։ Գրասենյակի հետնամասից քանդել էր մենեջերի առանձնասենյակի տանիքը, հանել կախովի առաստաղը և ներս մտել։ Գրասեղանի վրայից վերցրել էր չհրկիզվող պահարանի ու գրասեղանի բանալիները, դարակից գողացել գումարը, իսկ չհրկիզվող պահարանից հեռախոսները։ Նույն ճանապարհով անաղմուկ դուրս էր եկել։ Ելումուտն այնպիսի նեղ տեղով էր, որ ոստիկանները սկսել էին կասկածել՝ գուցե երեխա է։ Իրավապահները փնտրում էին հանցագործին, ոչ ոք ոչինչ չէր տեսել, սակայն միջադեպից մոտ մեկ շաբաթ անց գողացված հեռախոսներից մեկով մի բաժանորդ խոսեց։ Առաջին հետևությունն այն էր, որ գողն է, սակայն հիշյալ բաժանորդը ոչ միայն գողություն չէր արել, այլև պատկերացում չուներ, որ իր ստացած նվերը կարող էր գողոն լինել։ Առեղծվածային այս պատմության կծիկը սկսվեց քանդվել։ Տեղեկությունները ստացանք այն մասին, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Նոր-Նորքի առաջի զանգվածի բնակիչ Անդրանիկ Բեգլարյանը, որին էլ գողություն կատարելու կասկածանքով փետրվարի 20-ին Ջուղայի փողոցի 5 շենքի մոտից բերման ենթարկեցինք ոստիկանության Նոր-Նորքի բաժին, որտեղ վերջինս տվեց խոստովանական բացատրություն։ Այս փոքրամարմին երիտասարդը Անդրանիկ Բեգլարյանն է։ Գողության համար մեկ անգամ արդեն հասցրել է դատապարտվել։ Ճիշտ է, տեսախցիկի առաջ խոսել չցանկացավ, սակայն քննչական փորձառության ժամանակ մատնացույց արեց, թե ինչպես է քանդել գրասենյակի տանիքը և որտեղից ինչ գողացել։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր-Նորքի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գողոնը մասամբ առգրավված է, քննությունը շարունակվում է։